Ողջույն, եթերում սպասված հանդիպումն է, իսկ այսօր իմ սպասված հյուրը գեղանկարիչ Հրանտ Էլչյանն է։ Պարոն Էլչյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Եվ շնորհակալություն, որ մեզ հյուրընկալեցիք ձեր կոլորիտային արվեստանոցում։ Պարոն Էլչյան, ձեր արվեստանոցում բազմաթիվ նկարներ կան այս պահին, եւ շատ հետաքրքիր է, երբ հասկացաք, որ նկարելը պարզապես հետաքրքրություն չէ ձեր համար, այլ հենց ձեր կյանքի հիմնական ուղին եւ նպատակը։ Դա 50-58 տարի առաջ պետք է սկսեմ։ Դպրոցական տարիներից ես ուզում եմ նաեւ առիթ ունենք վերուցելու Կապանում մի հրաշալի կապանցին հրաշալի նկարիչ ունի Սարգիս Մանգասարյան արտակարգ ես երեխա ժամանակ նրան պատահական տեսակալներում երբ նստած էի մեր գյուղի նա մեր գյուղը նկարում էր եւ այդ գույների այդ վրձնահարվածների այդ գեղեցկությունը դարձավ ինձ համար անսովոր մի երևույթ ես անդադ մտածում էի ինչ տիպի մասնագիտություն է որ այս մարդը կարողանում է տիրապետել եւ ոնց որ թե վարակվեցի իսկական ինչպես հիվանդությունն են վարակվում այդպես էլ նկարչությունը իմ մեջ մտավ բայց երկար ժամանակ այդ տարիք իմ փոքր ժամանակ ես չգիտեի որ նկարչությունը ունի հիմքեր Գեղանկարչությունը, գծանկարչությունը, ընդհանրապես արվեստը հիմքեր ունի։ Եվ երբ 8-րդ, 9-րդ դասարանում երկրորդ դպրոցում ցուցահանդես բացեցի, ես գիտեի, թե ես նկարել գիտեմ։ Բայց պարզվեց, որ դա սիրողական նկարչություն է։ Եթե չլիներ ընկեր Շարդարյանը դպրոցի տնօրենը հրաշալի վաստակավոր ուսուցիչ, երևի այդքան չէի խոր մտնելու այս տարածությունը, որից ոչ ոք չի կարողանում դուրս գալ։ Արվեստը իսկապես մեծ նվիրում է պահանջում, եւ մի օր նա ինձ հետ զրուցեց, որ դու բազմաշնորհ տղա ես Ես շատ չարաճճի տղա էի։ Ես ուշքի եկա իր զրույցից։ Ու որոշեցի նվիրվել այս արվեստին։ Քանի տարեկան էիք այդ ընթացքում։ 13 կամ 14։ Եվ փնտրեցի նաև իսկական մասնագետի Վապանում չկար ուսուցիչ, որ կերպարվեստի դասընթացներ տալ ընդհանրապես, դա 63-65 թվականների պատմություն է։ Եվ պատահական գտա Մարատ Նուրիջանյանի պրոֆեսիոնալ Գեղարվեստի ակադեմիան ավարտած քանդակագործ, մեր գյուղի համար քանդակ էր արել, զարմացա, որ քարը կարելի է կերտել եւ կենթանություն տալ։ Ես օրերով զարմացած նայում էի քանդակին։ Փնտրեցի ու գտա։ Ես Մոնանի անկնում իրեն արվեստանոցում էր։ Երբ դուրը ծեծեցի կարելի է նայեց Սոս Նուրիջանյանի արձանն էր կերտում հերոս մեծ։ Մի քանի մետրանոց բարձրությամբ ծեփում էր կավը սիրում մտա լսում եմ թե ես ուզում եմ նկարել սովորեմ հա ինձ ժպտալու հա դե լավ սպասի որ այդպես է վերքը մեկնեց գրապահարանից անեց բանալին արվեստանոցի դրեց իմ դերքին ասեց երբ ուզում ես կգաս կնկարես եւ այդտեղ ես հասկացա ինչ բան է պրոֆեսիոնալիզմը արվեստի մեջ ինչից սկսել եւ ուր գնալ
Հաստորեն այդ ձեր երբ ուզում եք սկսել նկարչությամբ զբաղվել արդեն պրոֆեսիոնալ, դասեր քաղել, Կապանում այդքան էլ հեշտ չէր ոչ մասնագետ գտնել եւ ոչ էլ երևի համախոհներ կային, չէ՞, ձեր հետ ցանկացող ուզող ընկերներ, աշակերտներ։ Այդպիսի Ամարատի արվեստանոցում շատերը եկան, կոփվեցին նաեւ իմ լավ ընկերները, հիմա նկարիչներ են, ապրեն, լավ տղաներ են բոլորը։ Եվ մենք իմ հասակակիցներս մեծամասամբ կոփվել ենք այդ արվեստանոցի։ Ձեր ստեղծագործական ճանապարհը արդեն շարունակվում է մի քանի տասնյակ։ Քանի տասնյակ, այո։ Որքան եւ որքան կտավ ունեք վրձնած այս տարիների ընթացքում։ Մոտավորապես ինչ վիճակագրություն ունեք։ Շատ գործեր ուրիշների տներում են, մասնավոր սեփականություն իրենց համար, ցուցահանդեսներ, եւ իմ հիմնական ես սա պետք է շեշտեմ գործունեությունը մանկավարժությունն է եղել։ Ես միշտ նկարել եմ, հիմա երբ անհրաժեշտությամբ մտնում եմ արվեստանոց, պետք է մի բան անեմ։ Սկսած ճեպանկարից մինչև կոնստրուկցիոն, ասենք, ավարտ, որևէ ստեղծագործական գործեր կան ամենուր, որ ես մշտապես աշխատում եմ։ Իսկ հետաքրքիր է, պարոն Մերոջյան, երբ է գալիս գաղափարը, որ կտավը ավարտված է։ Ինքը հենց կտավը ձեզ հուշում է, որ սա վերջն է։ Եվ կան կտավներ, որ անհասանելի են, երբեմն մենք մեզնից հիասթափվում ենք ցանկացած նկարիչի հետ աշխատանքային պահին թարս դնում ենք դեպի պատը, հետո մի քանի օր հետո գալիս ենք, օհո, ես հիմա քեզ կհաղթեմ։ Իմ ուսուցիչը ասում էր, Ինկեր Հունանյանին հարցնում է ցուցահանդեսում, էլի նկարիչների միություն, ես ինչպես եք կարողացել այդպես նկարել, մի լրագրողը հարցնում։ Դնում եմ սպիտակ կտավը, իմ ոգին, իմ վրձինը, իմ գույները, այստեղ խմորվում է այդ ոգին, որոշում եմ հաղթել այդ սպիտակ կտավին եւ իմ ոգու հետ միասին վրձնով, գույնով ավարտում եմ նկարը։ Հիմա ինչպես են սկսում փոքրիկ պատմվածքները։ Դժվար է, մտնում ես ներս գրչով եւ կարողանում ես ավարտ վերջակետ դնելով դուրս բերցնել։ Դա քո ամբողջ աշխարհ ընկալման ունակությունը տեղավորվում է ցանկացած ստեղծագործության մեջ։ Հնարավոր չի, որ դու նկարես գառնան այս եղանակը, օրինակ բերեմ էլի, չկարողանաս ընկալել տարվա 4 եղանակները երաժշտությունը Վիվալդիի։ Այո, օրինակ ձեր կողքին դրված կտավը, ասեցիք վերևից դեպի Քաջարան տանող ճանապարհն է։ Ինքը ավարտուն է, դեռ աշխատանք կա իր վրա։ Ես սրա վրա ես գործ ունեմ, սրան պետք է բավականին ես մասերում, սրանք ինձնից թաքուն դնում եմ այնտեղ, հետո նորից ուզում եմ ուղղել, այդպիսի գործեր շատ ունեմ։ Դա ինձ նաև օգնում է, որ ներկերը բացելուց կարողանամ իրեն լրացնել, խոսել իր հետ, նկարչի ամեն մի կտավ իր խոսույթն է, իր ոգին է, տարածությունն է, դա նույնն է, որ երաժշտությունը այդ տարածությունում կարողանում ես ընկալել տալ։ Ցանկացած կոմպոզիտոր տարածական մտածողության վրա է հիմնվում։ Նույնն էլ արվեստն է, նկարչությունն է, գույնն է, տարածությունն է եւ քո աշխարհ ընկալումը։ Առաջի կարևոր բանը։
Դուք նաև պատմվածքներ եք հեղինակել։ Քիչ առաջ մենք խոսում էինք, դուք մատնանշեցիք, որ տպագրվել եք նաև թերթերում։ Ինչի մասին են ձեր պատմվածքները։ Այդ պատմվածքների մեծամասնությունը ես ճիշտ ասած այնտեղ կան պրոբլեմատիկ լուծումներ, ես ինքս ինչ ապրել եմ, տեսել եմ, զգացել եմ, նույն պատմվածքն անդե մանկության արահետ այդ որ գնում էի դպրոց, ես ընդե գույնով եմ դա կերտել, այդ նույն ճանապարհի այդ պատմությունը ես կարող եմ գրչով այդ նույն ձևով կերտել որպես նկար։ Դա նկարիչները մեծ խորություն ունեն մտածողության, շատ։ Եվ թեմատիկան շատ տարբեր է ձեր կտավներում։ Շատ, այո, հա, թեմատիկան բնականաբար դե ճիշտ ասած, չգիտեմ, ես դες չեմ մտածել թեմատիկան, օրինակ լուսնկա գիշեր կամ են, մյուսը էլի լուսնկա գիշեր կամ աշնանային մի օր, տաքոր, ամստեղ իմ հայրենի լեռներ հանդե, քարե լռություն, այն։ Գորիսի լեռներին է։ Այդ էլ ասեմ ինչ, գնացի Երևան, այդ ամբողջ ճանապարհը շուտ մի քանի տարի առաջ էր էլի, սենց անանդաղար այդ քարերը սենց ոնց որ մի բան մեզ հուշում են էլի, մեզ պատմությունը իրենց մեջ պահած զինվորի պես հսկում են մեզ։ Մտովի արել եմ։ Ձեր կարծիքով նաև գեղանկարիչը ժամանակի վկայությունները ֆիքսող անձնավորություն է։ Ցանկացած գեղանկարիչ, ցանկացած նկարիչ իր ժամանակին, այո, իր գործունեությամբ ոչ ոք չի կարող ժամանակից փախչել։ Ժամանակը կերտում է հենց այդ սերնդին, այդ անհատներին, լինի մեխանիկայի, թե արվեստի, թե Աստծո աստվածաբանության մեջ անհատները այդ ժամանակի ամբողջ էությունը ներծծված է նրանց մեջ։ Իսկ եթե նրանից դուրս մեկը պոկվում է առաջ, նրան ասում են հանճար։ Դուք նշեցիք, որ մանկավարժությունը ձեր հիմնական զբաղմունքն է, ձեր սերն է։ Այսօր շարունակում եք ձեր գործունեությունը մանկավարժական բնագավառում եւ կխնդրեմ արվեստի քոլեջում, Կապանի արվեստի քոլեջում։ Ինչպիսին են այժմ ձեր աշակերտները, արդյոք տաղանդներ նկատում եք եւ եթե այո, ապա տեսնում եք արդյոք նրանց ուղղվածությունը, առաջիկայում ինչպիսի մարդիկ կարող են դառնալ եւ կարող եք կանգնեցնել աշակերտին, եթե հասկանում եք, որ բոլորովին սա չի իր ոլորտը։ Չէ, հնարավոր չէ որևէ մեկին կանգնեցնել, որովհետև նաև այդ կրթությունը, որ ինքը գալիս է ստանում, գուցե դժվարանում է, իրեն մոտիկ չի, բայց նա գեղագիտական կրթության հետ շփվում է, որ դա ավելի մեծ արժեք ունի, քան որ 10 հոգից 10 նկարիչ դառնան։ Մեր կուրսից 5 կուրսից 7 կամ 10 հոգի հազիվ ենք նկարիչ դառել, այսինքն 60-ից 5 կամ 7-ը։ Տենց ուզում եմ ասել, բայց նրանք գեղագիտական կրթություն ունեն։ Նրանց հետ հրաշալի է զրուցել, նստել, բերկենալ, օգնել, ինտելեկտ մշակել որոշակի։ Դուք երիտասարդ նկարիչներին ինչ եք փոխանցում։ Որն է ձեր հիմնական խորհուրդը ասելիքը։ Երիտասարդ նկարիչները արագ են վազում։ Դա ոչ թե նախատինք է, դե մարդը արվեստի հիմքերին չի տիրապետում։ Նա ոնց կարող է տարածությունը տեղավորել գույների մեջ։ Դրա համար ես նրանց խորհուրդ կտամ, որպես ժամանակակից սերունդ, եթե ինձ էլ են երևի նույնը մշակել, իմ ժամանակ, իմ ոսկե դասախոսները,
Հիմա էլ մենք տիրապետ եք սկզբնաղբյուրին, գծանկարին, գունանկարին, տեղադրմանը, տարածությունը, գույնը, մասնագիտական շատ մի տարածության եւ պետք է նվիրվել, առանց նվիրվելու ոչ ոք չի կարող նկարիչ լինել կամ դերասան լինել կամ բանաստեղծ լինել, այդ նկարիչների մի մասը զբաղված են խիստ արտագրություններով, դա նկարչություն չի, նկարիչը ասեմ տարբերվում է ինչով իր գեղագիտական գործունեությունը վեր է ածում ստեղծագործության, իսկ դաշնակահարուհի ինքը կատարում է այդ ստեղծագործությունը մեխանիկական ուսուցման միջոցով։ Տեխնիկական։ Հա, ինքը չի ստեղծագործում, ինքը գերազանց կատարում է։ Դրանք տարբեր են։ Ստեղծագործական նկարչի ստեղծագործող նկարչի հետ շատ գաղտնիքներ կա, որ դա ոչ միայն խոսելով է, այլ նրա խոհանոցով է։ Նրա ընկալման խոհանոցով։ Ես միշտ մի բանով այս զրույցներում շեշտում եմ, ամենագերագույն կրթության ձևը ինքնակրթությունն է։ Տես ինչքան ինստիտուտներ, ակադեմիաներ ավարտած մարդիկ կան, այնքանն է ընդհանուր իրանց կրթության վերջը, բայց դրանից անդին, այսքան երեխա եմ եղել, ես մեր գյուղի գրադարանի բոլոր գրքերը կարդացել եմ, մայրիկս դե հավաքարար ամեն անգամ ես դրանով եմ հասել գոնե այս մի քիչի մի պտղունցին տենց ասենք էլի որ ինքան բան կա սովորելու Եվ համարում եք, որ դեռ ունեք սովորելու այսքան ճանապարհ անցնելուց հետո հա եթե ես գիտեմ ինչ սիրուն է փիլիսոփան ասել, որ դեռ ոչինչ չգիտեմ, եկեք կանգնենք դրան, որտեղ անվերջանալի է ուսումը կամ սովորելը։ Պարոն Էլչյան, ինչպիսին կուզեք, որ մարդիկ հիշեն ձեր արվեստը տասնամյակներից այն կողմ։ Ինչով եք մտածում, որ հիշել են գույնը, թեմատիկայով։ Չեմ մտածել, ինչ որ կա, չգիտեմ, դա շատ դժվար հարց է, եթե ես դրա մեջ փնտրեմ, ես ամեն ինչը կանգ կառնի։ Հա, դա սահմանափակություն է նշանակում։ Հա, այն թողած գործերով։ Մարատը Քաջարյանի արջի հետ գործողությունը ես այն ժամանակ իր կողքին այո իմ աչքի առաջ է ճեպան գնացել է Երևան ճեպանկարներ արել արջի շարժումները հետո այդ ժամանակ երեխա է ես նայում եմ ինչ գիծա ես ոնց է անարել հա Եվ հետո ինձ զգացիք երբ արձանը արդեն տեղադրվեց քանի տարեկան եք Արձանի վրա ես եմ աշխատել իմ ընկերները նկարիչ աշխատել են քանի տարեկան 17 18 19 հա դեռ իր արվեստանոցում է այդ ծեփակերտումը այդ օգնելը արձանի տեղը որ պետք է դնեին ես ասեմ Ինչպես որոշվեց այլ շատ հետաքրքիր է ասեմ ինչպես որոշվեց ինձ ու Ստյոպային Մարատը խնդրեց տրաֆարետ կտրեց կարդոնի սենց երկար արջի չափերը այդ քարի վրա տեղադրելու համար հենց այն կողմով անտառով մի կերպ տարանք այդ ժայռին հենց կանգնեցին քամին մեզ տանում սպանում էր Մարատը գժված շպրտեք տրաֆարետը շպրտում ենք հետո այնտեղ ֆոտոգրաֆին ասեց կանգնեք իրար կողքի այդ ֆոտոն ունստա կանգնեք իրար կողքի թո այս տարածությունում զգանք ձեր բոյը մասշտաբը ամեն ինչը ոնց կդիտվի հա եւ դրա հիմա վրա որոշեցին իրենք չափը ինչքան պետք է լինի դա հոյակապ հաշվը Որքան ժամանակ աշխատեց քանդակի վրա կհիշեք այդ մի տարում ինքը դա արել է այդ քանդակը այնքան վերցրել էինք վազել ռայկոմ
որ հաստատ են։ Հաստատում ստանալու։ Հա, հաստատում ստանալու համար ոգին կերել էին։ Ամեն անգամ հրանտ գնացինք տանում ենք ցույց տալիս։ Նույնն էլ Դավիթ արձանը։ Բայց հստակ կար չէ գաղափարը արդեն պետք է լինի արջը պետք է լինեն բանալիները ասքի հետ կապված այդ Գանձասար էլի։ Հա, գանձերի երկիր։ Տենց այդ բանալին այդ գանձերի երկրի բանալինն է։ Շատ հպարտության զգացողություն կար, երբ արդեն քանդակը տեղադրված էր եւ ինչ կատարվեց, բացում կատարվեց, բացում կատարվեց, ուրախացանք շատ։ Հետո այդ արձանին նեղեցին, սկսեցին կրակել, բանալին կոտրվեց, իսկականը ընկավ գետը նորից դրա վրա տարապեցինք, բայց այն առաջվա տեսակը բանալին ավելի գեղեցիկ էր։ Եվ հենց իր գտնվելու վայրի անմատչելիությունը երևի ստիպում է, որ իսկապես խորհրդանիշ եղել է կա եւ կմնա բնականաբար։ Կա եւ կմնա, մարատը կմնա մեր մեջ։ Հետաքրքիր էր, շնորհակալություն պարոն Էլչյան։ Երբ նկարում եք, այստեղ են ծնվում ձեր բոլոր կտավները, ճիշտ է։ Չէ, տանն էլ ունեմ։ Տաններ ունեք։ Տանը անպայման ունեմ, մերոնք ուզում էի բերեի, մերոնք մի քիչ տեղ չկա, որ տանում ես թող մնա մեր նկարները, ինքնա նենց են սեփականաշնորհել իրանց, ոնց որ ես չկամ էլի։ Երաժշտություն սիրում եք լսել եւ աշխատում եք։ Կոլեկցիոներ եմ եղել պրոֆեսիոնալ։ Ինչ ժանրի մեջ։ Դասական։ Եվ անպայման ձեզ զուգորդում է երաժշտությունը։ Հա, ես մեծ հաճույքով եմ ասում, այդ երաժշտական Երևանի երաժշտական խանութի աշխատողը մի բիծուկ էինք ասում, մի սպիտակ մազերով ոսկի մարդ էր, հենց մտնում է արի, տանում էր այն հետին մասը, դավայ, քեզ հետ ինչ ուզում ես, հա, հիմա դրել եմ մեր տանիքում, գյուղի փակածը մեծ ամբողջը լավ սերու ամեն ինչ ունեի, դե ժամանակակից չիպի մեջ, ես սիրում եմ Ինչ գործիքի վրա եք լսում։ Բոլոր գործիքները Պլաստինկաներ էին, պրայգրված։ Հա, պրայգրված էլ, հա։ Դա նոր առաջի լույս տեսած սովետական միությունում ստերեո պրիբորն էր, հա, բոլորին համարյա լավ գնում էին դա հոյակապ։ Հիմա նորից ակտուալ են շատ պրայգրվածելները եւ ժողովրդի մեջ միտում կա գնելու որակյալ երաժշտություն լսել։ Հա, շատ լավ զապիս է, սկսած ժամանակակից Pink Floyd-ից, James Brown-ից, Բախի մեկ ջութակի համար գրած կոնցերտները, որ լսում էի, մտածում էի, այս նարեկացին ու Բախը իրար բարեկամ չեն եղել։ Չեն հանդիպել։ Ինչ չի լինում։ Եթե ձեր նկարներից մեկը որևէ պատմություն խորհրդանշեր Կապանի մասին, կամ տարածաշրջանի Սյունիքի, որը կարող եք մատնացույց անել եւ ասել, որ այս է։ Այն մենք տեսանք, որ Գորիս ունեք վրձնած, Գորիսի հին նեղլիկ փողոցները։ Դե Գորիսը ինձ համար հարազատ է, որտեղ իմ պրակտիկան 4 տարի Գորիսում եմ անցկացրել, տանում էին ավտոբուսով հապաներ են ասում, էլի վերածում դե ամեն ինչը տալիս ու ուղիղ մի ամիս մենք նկարում էինք բոլոր անկյունները գիտեմ, այնքան լավ բաներ Գորիսի էտյուդ եմ արել ես տունը ժայռին իմ ուսանողական էտյուդն է շահել եմ, մրցանակ եմ շահել սրանով լավագույն որպես գործ հետո մեծացրել եմ տունը ժայռին հետո մի օր գնում եմ Գորիս տեսնում եմ այդ տունը քանդված է այնքան եմ տխրել չես պատկերացնում մի 25 հիմա այդ Գորիսից եկողները ասում են էլի նորից նույն ձևի վերականգնել են ափսոս էր այդ տունն էլի հա դե հրաշալիքների աշխարհը մեր գյուղը Գորիսը մեր գեղամա այդ սարերը սիրուն այդ ոստուկ սարը քաջարանը որտեղ ավատ մեղրի ինչ սա դրախտավայր է սա մեր իսկական դրախտավայրն է Պարոն Էլչյան, գաղտնիք չէ, որ նկարիչը նաև գումար վաստակելու իր ուղին է փնտրում նկարչության։
Այ ինչպիսին է եղել ձեր ստեղծագործական տարիների մեջ իրավիճակը, մի քիչ վիճակագրորեն կարող եք բնութագրել, տարիներ երբ իսկապես մեծ շատ նկարիչներ դրանից տուժվում եւ քայքայվում են ընտանեկան հարցերով, բայց ես ամբողջ ժամանակաշրջանում, որ ուսուցիչ եմ աշխատել նվիրված, եւ նաեւ երկրորդ բացի նկարչությունից մեղուներ եմ ունեցել, մեղուների հետ ես վարվել եմ շատ սիրով, դա շատ մի ամբողջ աշխարհել դեղ կա, շատ սովորեցրել եմ նաեւ որոշակի մարդկանց, օգնել եմ, դրանք պահել են իմ ընտանիքը, դժվար է ընտանիք պահել, միայն այդ փոքր աշխատավարձով, մանկավարժությունով, Կրթության նախարարությունը ինձ պարգևատրեց ոսկե մեդալով։ Դա երբ էր։ 4 տարի առաջ։ Կարևոր էլեմենտը ինքերը պետության ամրացնելու դպրոցն է։ Եթե հանեին այդ քաղաքական Լենին, Ստալին, Մալին այդ տեսակ մտածողությունները եւ ողնաշարը դնեին դեպի գիտելիքին, մենք ամենուր կհաղթեինք ամեն ինչի մեջ, գիտության մեջ, մենք դպրոցի վիճակը փրկել պետք է, այդ հեռախոսները, երեխաների ուղեղները լվացել են։ Երեխաներին տանել առավել եւս դեպի արվեստ, հեշտ ինֆորմացիայի ձև է, ուղղակի մատի շարժումով ամեն ինչ շատ հասանելի է թվում։ Չէ, դա առողջության վնասել է նաեւ։ Հիմա ձեր մեղումները կան, շարունակում եք մեղվապահի գործը։ Շարունակելու եմ։ Դրանց հետ զրուցում եմ։ Խելացի կենդանիներ են։ Երևի ուսումնասիրել եք, չէ՞, խորությամբ նաեւ նրանց, ինչպես են աշխատում, ինչ ինտելեկտ ունեն, եթե չեմ սխալվում, բացառիկ ունեն։ Շատ զարմանալու բան է, բացառիկ։ Այդ ամբողջ 3 կիլոմետր տարածությունում կարողանում են գնալ եւ ուղիղ մտնել Փեթակի անցքը, բայց Փեթակը 1 մետր դնում ես այն կողմին, իրենք տեղը չեն գտնում։ Սրանց ռադիոլոկացիոն ինձ թվում է սիստեմ ունեն, որը չի կարելի խախտել, խանգարել։ Կոորդինատները չի կարելի փոխել։ հա։ Դրանք մեզնից խելոք են, հաստատ խելոք են։ Ունեն իրենց զինվորները, իրենց մանկապարտեզի վարիշները, իրենց երեխաներ, պահողները, այդ Փեթակում մի ամբողջ պետություն է դա։ Մեղուն մի ամբողջ պետություն է։ Դրա համար համակարգված երևի առաջ է գնում։ Համակարգված է միայն մոր խոսքով։ Եվ ուրիշ ոչինչ։ Այո, մայր իշխանություն։ Պարոն Էլչյան, եւ հետաքրքիր մի հարց, դուք խոսում էինք մեր նկարանումից առաջ, ասացիք, որ շատ դժվար եք բաժանվում կտավներից, եւ եթե կա կտավ, որ բաժանվել եք եւ հիմա կուզեիք ձեր մոտ լինել, մի փոքր էլ այդ մասին։ Այդ մենակ ինձ մոտ չի, այդ մտածողությունը։ Բոլոր նկարիչների միտքը հենա իրանց կտավների մեջ։ Նրանք կարոտում են, այո, բոլորը կարոտում են։ Ես համոզված եմ դա։ Այդ կարոտը, չնայած այդքան հող գրկել չի։ Չես գրկի պահեց։ Առաջիկա ցուցահանդես նախատեսում եք եւ ընդհանրապես ինչ զգացողություն եք ունենում ցուցահանդեսների ժամանակ։ Դե այս վերջի անգամ մի քանի ամիս առաջ որ ցուցասրահում ցուցադրվեցինք, ես ցուցադրվել էի 6 նկարով, որտենց լինում է ես մասնակցում եմ, բայց հիմնական ես ինքս ինձ համար ցուցահանդես դեռ չեմ էլ պատրաստել, ստե ուրիշ հարցեր կա, շատ լուրջ հարցեր ունեմ ինձ, բայց անելու եմ, ոչ հիմա, երևի նախագիծը կա։ Ամեն դեպս մենք սիրով սպասում ենք ձեր ցուցահանդեսին, հաշվետվող կլինի, հաստատ կլինի, որովհետև մի մասը արդեն հավաքագրել եմ, ուզում էի չասեմ էլի։ Բայց իմ քաղաքը փոխվել է։ Մեր քաղաքը փոխվել է։
առաջվա աղափանը ավելի հարազատամոտ մոտեցում ունեին արվեստին, սպորտին, ֆուտբոլին, ինչ ստադիոն, կինոֆիլմերը, դարանին, որ գնում էինք, հիմա ինչ, բոլորը հեռախոսի վրա են։ Սիրով կսպասենք ձեր ցուցահանդեսին, պարոն Էլչյան, եւ հաճույքով ներկա կլինենք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն, որ մեզ հետաքրքրության մեծ սիրով հյուրընկալեցիք ձեր արվեստանոցը։ Ես էլ եմ շնորհակալ, ապրեք, դուք ինձ նոր եռանդ եք հաղորդել։ Շնորհակալ եմ։ Առողջություն ձեզ։ Եթերում սպասված հանդիպումներ, իսկ ես հիշեցնեմ, իմ սպասված հյուրը այսօր գեղանկարիչ Հրանտ Էլչյանն էր։ Կհանդիպենք։